Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Հովանու ավետարանին 14-րդ գլուխին 16-17 համարները ետքը պիտի գարտամ նաև 26-րդ համարը Արաքյալը գսե ուրեմն 14-16-ին Ես ալհորը պիտի աղաչեմ և ուրիշ մխիթարիչ մը պիտի դա ցեզի որբեսի հավիդյան ցեզի հետ փնագի Ճշմարտության հոգին զոր այս աշխարհը չգրդար ընդունել վասնզի չտեսներ զանիգա ու չճանչնար զանիգա բայց դուք կճանչնաք զանիգա վասնզի ցերկով կփնագի եւ ցեր մեջ պիտի ըլլա 26-րդ համարը բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զոր հայրը իմանով պիտի գրգե անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե Եվ ինչ որ ցեզի ասի միտքերնիդ պիտի փերը Նյութս պիտի ըլլա խոստումը գադարված Սուրբ Հոգին խոստումը Պենտեկոստեի առիթով այսօր ըստ եկեղեցվո օրացուցին Պենտեկոստեի դոնն է Այն օրն է որ Սուրբ Հոգին Տեր Հիսուսին փոխարինեց Ան ըստանցնեց հավատացյալին առաջնորդությունը և զայն գարավարողը և մեզի համար մեծ դոմ մն է այս, ուրախ դոմ մն է, որովհետև Հիսուսը սած էր, երբ աշակերտներուն հետ կգտնվեր, ես կերտամ, բայց ցեզ որ չեմ թողուր։ Մխիթարիչը Սուրբ Հոգին կղրգեմ և ան ձեր մեջ պիտի փնագի Ցեզի հետ պիտի հավիդյան, ինչպես որ գարտացինք, այնպես որ փառք ուտանք, որ Աստված իր խոստումը գադարեց և Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի։ Երբ Պենտեկոստե գսենք, ինչ կհասկանանք, կարճ ակնարկ մգուզեմ նետել։ Հրյաներ մի քանի գլխավոր դոներ ունեին, որոնց մեկը Պենտեկոստեի կամ հունցկերու դոն կգոչվեր։ Հետևաբար Պենտեկոստե փառը հրյական դոնի մանունն է։ Պենտեկոստե։ Հունարեն Պենտեկոստե 50-րդ կնշանակե, որովհետև գդոնվեր զադիգեն 7 շաբաթ ետք։ Եբրայեցված օրացուցին մեջ հիշվող երկրորդ գլխավոր դոնն է։ Նաև կգոչվեր առաջին հունցքի դոն, որովհետև կնշեր ծորենի հունցքի սկիզբը, երբ հունցքին երախայրիկները Աստուծո գնձայվեր իբրև երախտագիտության նշան։ Ասիկա Քրիստոսի առաջ հրյաներ ու գլխավոր դոներեն մեկն էր։ Դոնը հիշադակն էր նաև Սինալերան վրա Աստուծո ուխտին գնքումին և օրենքին դպչության։ Աստված իր անհուն իմաստության մեջ հարմար դեսավ, որ այս հրյական դոնին առիթով, Պենտեկոստեի դոնին առիթով Սուրբ Հոգին վայրեջ կատարեր թեպի երկիր և խոստումը կատարեց փառք ուտանք, ինչպես որ գարտացինք 16 և 26 համարները։ Սուրբ Հոգի մասին զանազան գաղափարներ կան հավատացյալներու մեջ։ Դժբախտաբար ծայրահեղ գաղափարներ կան։ Դասակարգ մը կա, որ սխալ բացատրության աստեցության տակ ընկած են և մարմնավոր զգացումներով չերմ պաշտամունքի ընթացքին 2 ժամ օդար ուժերու աստեցության տակ կինան, կարծելով թե Սուրբ Հոգիով մգրդված են և անոր զորությունը ստացած են։ Սակայն ժամանակը և կյանքը փաստած են, թե այս մարդիկը Սուրբ Հոգին հետ որևէ գործ ունեցած չեն։ Բոլորը մարմնավոր զգացումներ էին միայն առանց ներքին փոփոխության։
Տասագարկ մնալ գա, որ հոգեգան խանգարումներու մատնված են, որովհետև իրենց ըսված է, որ մեկը եկած է, եւ երբ ցերքը քլուխիտ վրա գտնե գաղոթե եւ թուն Սուրբ Հոգին կստանաս։ Ասոնք ոչ թե Սուրբ Հոգին միայն չստացան, հաբա հոգեգան խանգարումներու մատնվեցան։ Քիշերները դարօրինակ ցայներ լսելու սկսած են եւ այլանդակ ցայներ։ Մինչև իսկ հիմարանոց կացողներ եղած են, ասոնք օդի մեջ չեմ խոսիր, իրականություններ են։ Տասագարկ մնալ գա, որ երբեք չուզեր լսել կամ խոսիլ Սուրբ Հոգի մասին, ուստի բոլորովին դքետ կմնան։ Այս տասագարկի պատկանողներն ալ շատ են։ Մենք փառք կուտանք Աստուծո, որ խոստումը կատարվեցավ եւ մեր մեջ կփնակի։ Հետևաբար Սուրբ Հոգին քրիստոնյաներուն սրդի մեջ կփնակի եւ անոնց ճշտամունքներու ընթացքին մենք այնպես կհավատանք, որտեղ այդպես է, Հիսուսի ներկայությունը կվայելենք։ Հիսուսավ չէ, ցեզ որ չեմ թողու, գերտամ մխիթարի չգղրգեմ։ Հիմա եթե Հիսուս ֆիզիկապես մեր մեջ ներկա ալար, հոս նստեր, նստարանի վրա արջևը նստեր, կհավատանք, որ Սուրբ Հոգին Հիսուսի փոխանորդն է, փոխարինողն է, ան ներկա է մեր մեջ։ Հիմա Սուրբ Հոգին մեր մեջ ներկա է։ Եվ երևակայեցեք Հիսուս մեր մեջ ներկա է ֆիզիկապես, ինչպես պիտի ճաշտեինք դերը ճաշտամունքի տածքին, այլանդակ շարժումներ պիտի ունեինք, քեդին պիտի ինայինք, բորալ գանչեինք, թե ոչ ամենայն երկյուղածության հարկանքով պիտի ճաշտեինք։ Վախով ու թողով պիտի ճաշտեինք։ Չլա որ սխալ բանենք։ Այդպես է Սուրբ Հոգին ոչ թե մեր մեջ միայն կփնակի, հաբա նաև մեր ճաշտամունքներու ընթացքին մեզի հետ է։ Բենտեկոստեի դոնինարիթով այս օրհնյալ անձնավորության եւ անոր գադարած կորձերը այս արավոտ կփապակի մեր խորհրդածության նյութը դարձնել։ Հիմք ունենալով Աստվածաշունչը ու ոչ թե մարդկային շինցու փորձառությունները։ Սուրբ Հոգին երրորդության երրորդ անձնավորությունն է։ Ճիշտ, նույն հավասար։ Ինչ որ մեր Հայր Աստուծուն գդրտմեցնեն, Հիսուսին գդրտմեցնեն, Սուրբ Հոգին ալ գդրտմեցնեն։ Այնպես որ Սուրբ Հոգին գտեսնենք որպես Աստված մեր մեջ, փնագող եւ մեզ առաջնորդող։ Ուրեմն մենք գիտագից ենք, որ Սուրբ Հոգին ներկա է։ Ճիշտ այնպես ինչպես Հիսուս ներկա պիտի ըլլար ֆիզիկապես։ Կորսկ առաքելոց երկրորդ գլուխի մեջ գգարտանք, թե Բենտեկոստեի դոնին արիթով Սուրբ Հոգին իջավ, բաշտոնապես երգիր իջավ եւ քերփնական թեփքեր նշաններով հայտնվեցավ, ինչպես սաստկաշունչ հով։ Կորսկ առաքելոց երկրորդ գլուխը գրնակ գարտալ։ Հոնգը գարտանք սաստկաշունչ հով։ Ինչ կհասկնակ սաստկաշունչ հով ըսելով, շատ զորավոր հով, ոչ թե ինչպես գարկ մսուտ մարգարեներ գպչեն ասպես գնեն, քեդին գինան, անշուշտ արջևի նստողները քեդին գինան, ոչ թե ետևը, որտեղ իր փչած Սուրբ Հոգին գերեւի ետևը չի ասներ, սուտ մարգարեներ գվխտան այսօր փեմերու վրա, սաստկաշունչ հով եւ բոլոր վերնադունը, բոլոր ամենուն վրա նստավ։ Ուրեմն ասիկա նշան մներ եւ դեսանելի երևույթ մը, որպես թե գրագե բաժնված լեզուներ եւ ամեն մեկուն վրա, ոչ թե մի քանիներուն, ամեն մեկուն վրա։ Այսօրվա սուտ մարգարեները, որոնք Բենտեկոստեի օրվան գրկնումը գհոլովեն, որպես թե եղավ դարձյալ, միայն մի քանի հոգիներ անալ արջևի նստարանները նստողներուն վրա գիչնե եւ գգարձեն, որ Բենտեկոստեի օրը գվայելեն։ Հոն գգարտան
բոլոր մարդոց վրա։ Քանի հոգի էին 120 հոգի։ Բոլորին վրա Աստուծո հոգին իջավ։ Փրկության ծրագիրի մեջ երրորդության ամեն մեկ անձնավորություն դարբեր ժամանակաշրջաններու մեջ հրաշալի ģերբով հայտնվեցան։ Եվ ասիգա Աստծո խոսքին ուսուցումն է, ցայդուն է։ Հայր Աստված երբ Մովսեսի հայտնվեցավ, ուր իջավ Սինա լերան վրա։ Ամբողջ լերը շարժեցավ եւ գմխար այդպես կգարտանք։ Քերբնական թեփ։ Երբ Քրիստոս գծնի Բեթլեմի մեջ, հոնալ քերբնական նշաններ երևցան։ Թեփքեր գդարվեցան։ Արդասովոր աստղը, հադուկ աստղը, հրեշտակը հովիվներուն ուրախության ավետիսը փոխանցել են երբ Ղուկաս 2-րդ գլուխի մեջ կգարտանք հրեշտակին հետ երկնային զորքերու բազմությունը, բահմը երևակայեցեք, ոչ թե մի քանի հազար, երկնային զորքերու բազմությունը երգեին, զասված կքովափանեին։ Եվ երբ Սուրբ Հոգին գիչնե, հոնալ քերբնական թեփքեր բադայեցան, որովհետև Սուրբ Հոգին դեսանելի չէ մարդոց աչքերուն, երկինքե սաստիկ հովի ցայմը լսվեցավ, եւ որպես թե գրագե դեսանելի լեզուներ երևցավ ամեն մեկուն գլուխին վրա, ոչ թե գրակ մեր քիծած գրագը, որպես թե գրագե լեզուներ երևցավ եւ Ղուկաս ավետարանը կնկարագրե գտեսնե 120 հոգի սաստկաշնչով եւ ամեն մեկուն գլուխին վրա որպես թե գրագե լեզումը գեցել։ Բոլորին վրա, ոչ թե մի քանի հոգիներուն վրա։ Եվ որպես աբացույց այս եղավ Սուրբ Հոգվույ ներկայության, որպեսզի մարդիկ զորավոր երբով դեսնեն եւ աստեցիկ աբացույց մլա, թե հիմնվող գրոնքը աստվածային գնիքը գգրել եւ շինցուփան չէր։ Հետևաբար, ինչպես որ չենք խնդրել, որ դարձյալ Հայր Աստված Սինա լերան վրա իջնե, լսերեք մեկ այդպես գաղութ է, մեկ անգամ եղավ։ Նույնպես չենք խնդրել, որ Հիսուս դարձյալ ծնի, որտեղ ծնավ, նույնպես չենք խնդրել, որ Սուրբ Հոգին դարձյալ իջնե, ոչ ալ գաղութենք, որ Պենտեկոստե եղած քերբնական թեփքերը գտնվին։ Ինչու համար, որովհետև խոստումը գադարվեցավ։ Մենք կհավաքվենք փառք տալու, շնորհակալություն հայտնելու եւ ոչ թե բորալ գանչելով, որ դարձյալ մեր մեջ իջնե։ Սուրբ Հոգին մեկ անգամ իջավ ու ներկայիս երկրի վրա կգործե։ Ինչպես ասի, պետք է լավ ըմբռնենք։ Ան Տեր Հիսուսի ներկայությունը փոխարինած է։ Հիսուս համբարձավ, ըսավ Սուրբ Հոգին պիտի ղրգեմ, եւ ղրգեց, թե ոչ պիտի ղրգե։ Ղրգեց, փառք ուտանք, եւ մեր մեջ կփնագի։ Եթե Սուրբ Հոգին այս երկրի վրա փնագության վայր ունի, այդ վայրը հավատացյալին սիրտի մեջն է, ծեր մեջ պիտի փնագի։ Ես ալհորը պիտի աղաչեմ, ուրիշ մխիթարիչ պիտի դալա, որպես հավիտյան ցեզի հետ փնագի։ Ուր հավիտյան, թե ոչ հոս 50, 60, 70 տարի հավիտյան գսե, հոս մեր սիրտի մեջ, հոգի մեջ, եւ երբ կմեկնենք այս աշխարհեն, Սուրբ Հոգիով կմեկնենք, որտեղ մեր հոգին, Սուրբ Հոգին ցերկերում մեջն է, Քրիստոս գաբրի Սուրբ Հոգիով։ Ուրեմն փառք ուտանք, որ խոստումը գադարվեցավ։ Եվ երբեք հավատացյալը պետք չունի աղոթելու, որ Սուրբ Հոգի մեջը կա, որտեղ մեջը չէ, գլուխին վրան է, ուսին վրան է, քիչ մեհերու է, այնպես որ հատուկ մեկը պիտի կա Գերմանիայեն, եւ ասիկա եթե ցերկը վրա տնե, գաղոթե եւ Սուրբ Հոգի մեջը կմտնե, եւ ոչ թե դուրսը։ Սուրբ Հոգի մեր մեջ կփնագի։ Եթե
Բենտեգոստեի օրը գրտնվելու համար աղոթենք սիրելներ, զասված սուտ հանած կլանք։ Այդպես չէ, Աստուծո գսես, որ խոստումը չի գադարեցի, հիմա մենք հոս հավաքված ենք, հաջիս, այո, հրյական տոն է, Բենտեգոստեի օրը Սուրբ Հոգին այդպես հոնիչավ, ուրեմն մենք հիմա հատուկ հայտարարությամբ հայտարարեցիք, որ հավաքվենք եւ աղոթենք, որ մեր մեջ իջնե։ Ստիքիդություն է այս։ Փոխանակ հավաքվելու եւ շնորհակալ ենք, ով Հայր, խոստումդ գադարեցիր, Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի, եւ հիմա մենք եկած ենք մեր ուխտերը նորոգելու, քեզի պիտի դրամատրվենք, մեր միտքերը լուսավորե, առաջնորդե մեզ եւ ոչ թե իջիր մեր մեջ փնագի, մեր մեջ կփնագի։ Փյուր փառք, որ խոստումը գադարվեցավ։ Շնորհակալություն գայտնենք։ Հռոմայացված գիրքին եւ Եփեսացված նամակեն եւ Հռոմայացված նամակեն համարը պիտի գարտամ հոնգսի արաքյալը 8:14-16 Վասնզի որոնք որ Աստուծո հոգիով գարաչնորթվին անոնք Աստուծո որդիներ են քանզի դուք ծառայության հոգին չարիք կրգին վախնալու հաբա որդեգրության հոգին արիք նույն ինք հոգին վկայություն կտա մեր հոգին հետ թե մենք Աստուծո որդիներն ենք իսկ Եփեսացիս առաջին գլուխի մեջ արաքյալը գսե 13 որում վրա դուք հուսացաք երբ լսեցիք ճշմարտության խոսքը ձեր փրկության ավետարանը որու նաև հավատալով խոստացյալ Սուրբ Հոգուն շնորհքով գնքվեցաք խոստացյալ մենք ժառանգագիցներ եղանք Քրիստոսով ինչպես սակայն Սուրբ Հոգին գնիքովը աբացույցած է մեր սրդերում մեջ Սուրբ Հոգին գփնագի ինչպես արաքյալը գսե եթե որդիներ ուրեմն ժառանգներ Աստուծո ժառանգներ ու Քրիստոսի ժառանգագիցներ ինչ մեծ օրհնություն այս ինչ մեծ Աստուծո զավակը լալ Սուրբ Հոգի միջոցով գնիքը այո բոլոր մարդիկ Աստծո ստեղծագործություն է բայց բոլոր մարդիկ Աստծո զավակը չեն Աստծո զավակը լալով պետք է անոր ընտանիքի մեջ ծնես ուրիշ օրհնությունը Սուրբ Հոգին գոմե մեզի դրված Սուրբ Հոգիով խոսքը գահսկնանք ինչպես որ հոս կարտացին բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զորհայրը իմանով սպիտի գրգե անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ասի միտքերնիտ պիտի փերը ինչ մեծ օրհնություն Սուրբ Հոգին գործը Սուրբ Հոգին մեր միտքը գլուսավոր է նաև խոսքը հասկանալի կդարձնե Ուան հավատացյալին ամեն ճշմարտության գարաչնորդ է Հիմա մեկը գրնա հարցնել եթե այդպես է ինչու համար տասնյակ հարանվանություններ կան որոնք նաև ասոնց մեջ Սուրբ Հոգի հոլովողներ շատ են Սուրբ Հոգին լեցունությունը եւ այլն լավ ինչու համար տեսակ այսօր պատասխանը շատ բարձ է հանցավորը Սուրբ Հոգին չէ հաբա մարդն է որ չուզեր ամեն ճշմարտության առաջնորդվել գսե ես այսպես կհավատամ հանդիպած եք այդպեսի մարդոց ես այսպես կհավատամ ես այսպես գիտեմ օքեյ այդպես գիտես այդպես կհավատաս շարունակել Սուրբ Հոգին չի գրնար ամեն ճշմարտության առաջնորդել ոչ թե անկարող է հաբա որովհետեւ մարդը չուզեր մարդը լեցուն են այս տասագարկի պատկանող մարդոց թիվը անթիվ եւ անհամար են Եվ Սուրբ Հոգին ուրեմն չի գրնար ամեն ճշմարտության առաջնորդել Սուրբ Հոգին գործերը մեկը սիրելներ քանթագակորձի գործը գադարել է մեկը տեսած է քանթագակորձը ինչպես կաշխատի արչևը անդաշ ժայռ մգա եւ վարպետը մասնակետը կաշխատի վրա կաշխատի Սա դարբերությամբ
քանդակորձին դրամատրությանը դակ անգենտան քարմը գա։ Իսկ Սուրբ Հոգին դրամատրությանը դակ անձնավորություն մը գա։ Հոգի միտք ունեցող մը գա, գամք ունեցող մը գա։ Եվ Սուրբ Հոգին գուզե որ մենք դրամատրվին գիրեն, որպեսզի մեզի ցևի փերը եւ առաջնորդ է ամեն ճշմարտության։ Գրնան գսել դեղդ նստիր։ Սուրբ Հոգին մեղ մը գմատնանշե, խրատ մը գուդա, գլսե, նո, ոչ, հաշիվից չի կար կուսածը։ Հոն, նստե, ուրիշ պան մսելիք ունիս, ասե, մդիկ կնեմ, եթե հաշիվից եկա։ Մարդիկ այս տիրկը պրնած են, չեն ուզեր։ Հետևաբար երբ մեղքի մեջ գաբրինք, մեր միտքերը անպետք եւ հագասուրբ քրային բաներով լեցված, պետք է ամենը հոժարինք, որ Սուրբ Հոգին դուրս հանե։ Անհաջելի փնավորություններ, սովորություններ, թույլ պիտի տանք, որ Սուրբ Հոգին մեզի դաշե եւ մեր կյանքերեն դուրս հանե։ Երբ որ աբաշխարեցինք փոլորուսալ եւ ամեն մարդ որ գաբաշխարե, Հիսուս գները մեր փոլոր մեղքերը, ամենավատ մեղավորնալ, փոլոր մեղքերը գները, ասոր ոչ մի գասկած, մեկ եթե 40 տարեկանին սիրտը Հիսուսի դբավ հրավիրեց, հասկացավ վաղ դեր Հիսուս, որքան մեղավոր մնեմ, ինձի համար աշխարհ գուկաս գնթունիմ ներենցի 40-50 տարի մեղքի մեջ գները փոլորնալ։ Բայց հոս աղբեր հավաքած է 40 տարի հոս լեցուցեր է փնավորություններ գազմած է ասող բոլոր պետք է դուրս ելնեն աղբեր են պետք է Քրիստոսավայել վարմունք ունենա փնավորություններ քեշ փնավորություններ են սովորություններ են ցերփազատվի ասիգա մեկ կոճակ գողելով չլար թույլ պիտի տանք որ Սուրբ Հոգին մեր մեջ աշխատի ուրեմն ան գսկսի աշխատին երբ որ մենք գթույլատրենք ան մեր մեջ կփնագի անոր համար գսե մի դրտմեցնեք մի մարեք Սուրբ Հոգի մի մարեք որ ծեր մեջ կփնագի մեկը գրտա 20-30-40 տարի եկեղեցի էր տալ նույն մարդն է փոխված չէ եւ գբարձենա որ լավակուն համայնքին կպատկանի լավակուն քարոզիչը պետք կնե լավակույն եւ այլև գբարձենա բայց փոխված չէ նույն մարդն է Դարձյալ մեղավոր մարդուն վերստին ծնունդ կուտա Սուրբ Հոգին գործերը մեգնալ այս է մեր Տերը Նիկոդիմոսին հստակ գրավ երբ ասավ պետք է քեզի նորեն ծնանիս ինչպես հոգիով եւ ջուրով Նիկոդիմոս չի հասկացավ ինչպես ես մեծ մարդ նորեն մորս որովայնը մտնեմ նորեն դուրս ելնեմ ինչպես բիլա եւ Հիսուս բացատրեց գարտացեք 3-րդ գլուխովան հովը գուքա գփչե դու չես գիտեր ուր գեգուքա եւ ուր գերտա բայց անոր թողած աստեցությունը անոր թողած հետքը հայտնի է եթե զորավոր հով մըլլա հետքը գցիկե ճիշտ այդպես է Սուրբ Հոգին երբ գծնիս Սուրբ Հոգին ծնիլ գուտա իր հետքերը գցիկե Սուրբ Հոգին ծնիլնալ ճիշտ այդպես է չենք գիտեր ինչպես եղավ չենք գիտեր բայց աստեցությունը եւ հետքը մեր կյանքերուն վրա գթողե երբ մեկը վերստին ծնունդ կունենա կյանքը կհեղաշրջվի սիրտը կփոխվի մտածելակերպը կփոխվի կյանքին նկատմամբ դարբեր նայված կունենա թիրքորոշումը կփոխվի ամեն բան նոր կլա Սուրբ Հոգին ծնած մարդուն կյանքի մեջ հետքերը հստակ են գերեւի եւ շուրջը մարդոց հայտնի կլա գիտեն մարդիկ որոնք գիտեն գսեն ասո զարմանքով գսեն ինչ եղավ աս մարդուն մեկ կճաշտան կբորար կգանչեր մեր վերը կնստեր ասոր ցայնը միշտ կլսեին գնոջ վրա կբորա արփեցող էր խմող էր ասեր աներ եւ այլն հիմա ինչ եղավ ասի Սուրբ Գիրքը ցերկը եկեղեցի գերտա
Ինչ եղավ, վերստին ծնունդ ունեցավ։ Դերը երբ ասավ մարմին են ծնածը մարմին է, հոգի են ծնածը հոգի է, ասել ուզեց այս երկուք իրար մե դարբերն։ Ինչպես որ մեկը մարմին են գծնի հղանալով, Հիսուս ասել ուզեց Նիկոդիմոս և բոլոր անոց, որոնք վերստին ծնած չեն, պետք է հղացվիս, ինչպես Աստուծո խոսքով, գլսես և Սուրբ Հոգուն ներգործությունով, ու երբ գորոշես, Տեր Հիսուսը գնդունիս, գծնիս, հոգիտ գծնի, նոր մարդ կլաս, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված բն է, հիները անցան և ամեն բան նոր եղան, Աստված իր սիրովը գխոսի, Սուրբ Հոգին գկործե, շատ միջոցներով գկործե, գխոսի, գաշխատի համոզել մարդուն, եթե մարդը խոնարի, աղեք, եթե ոչ, մերժե, այն ադեն սարսափելի թադաստանը կսպասե։ Ուրեմն, Աստված թադաստանին օրը, Սուրբ Հոգին և իր խոսքը վգա պիտի կանչե։ Ահակ որ երանի թե օգտվիս, եթե մեր մեծ սիրելներ կան, որոնք դակավին նորեն ծնած չեն, վերստին ծնած չեն և գփավարարվին ինքնարդարության սկեստը հագնելով, նայր ես սիրտս բարի, ես մեկ վրաս չեմ մներ, ես եկեղեցիս կերտամ, այնպես որ ինձ հագիստ ցկեցեք։ Հարցը հագիստ ցկելու, չցկելու չէ, հարցը քո ամա հավիտենական հոգիտ ապահովե Տեր Հիսուսը ընդունելով այդ հոգին պետք է նորեն ծնի։ Աստծո փառք ուտանք Սուրբ Հոգվույն ներկայության համար։ Փյուր փառք ուտանք։ Այսօր կհիշենք Պենտեկոստեի օրը ինչ որ եղավ եւ Սուրբ Հոգին իջավ, սկանչելի երբով կործեց։ Ամենայն պատասխանատվությամբ պետք է վարվենք Սուրբ Հոգվույն բնակության հետ։ Գադակ չնենք, ինչպես որ Հայր Աստուծո առջև գմոտենանք, անոր հետ գաղոթենք, գխոսենք երկյուղածությամբ, Սուրբ Հոգին այդպես է, երկյուղածությամբ անոր հնազանդելու ենք։ Այնպես որ որպես հավատացյալներ այս Պենտեկոստեի դոնին արիթով, անշուշտ ոչ թե այս արիթով միայն, հաբա միշտ, ոչ թե խնդրենք, հաբա դրամատրվենք Սուրբ Հոգին, խոստանալով, որ այլևս մեր մնալ պիտի չդրդմեցնենք, գխոստանակ, երանի մարդիկ այսօր համար գոչ են Պենտեկոստեի օրը, հավաքվին և խոստանան, ասեն, ով դեր ես գորոշեմ, այլևս պիտի չդրդմեցնեմ քեզի, պիտի չմարեցնեմ, և գխոստանամ, որ ետ թուն ինձի խոսիս, պիտի չլրեցնեմ, հաբա պիտի հնազանդիմ, սիրտս պիտի չխստացնեմ, այս աղոթքով, այս ուխտերով, մեր ուխտերը գնորոքենք Սուրբ Հոգին անտեպ, թույլ տալ, որ անմեզ ամեն ճշմարտության առաջնորդ է, և ոչ թե ես այսպես կհավատամ, ես այս գիտեմ, ոչ, հաբա մեր ուխտերը նորոքենք, Սուրբ Հոգվույն կողմէ մեր վայելած օրհնություններին դիմաց այս ըլլալու է մեր թիրքը։ Ամեն օր երբ աչքդ կփանաս, ըսե ով դեր, սելֆոն արդել են առաջ, ըսե ով դեր, Սուրբ Հոգի Աստված, այսօր ալ քեզի կդրամատրվին։ Առաջնորդ է ինձի, այսպեսով Սուրբ Հոգիով գլեցվենք։ Եվ ոչ թե մեր սրտերու մեջ ամեն տեսակ աղբեր կան, հոս լեցուն է, և դարին անգամը գահավավքենք, որպեսզի Սուրբ Հոգիով լեցվենք։ Սուտ մխիթարությունները, գուզես Սուրբ Հոգիով լեցվին, ամեն օր, ըսե ով Սուրբ Հոգի Աստված, այսօր ալ ինձ առաջնորդ է, և դես ինչ ըսկանչելի գործեր բիդն է, քու կյանքիդ մեջ և միջոցով։ Իբարս երրորդության, ամեն։
Շնորհակալ ենք կատարված խոստումին համար, նաև դերը շնորհ է, որ ցանված խոսքերը օրհնություն, շինություն հարաճ բերեն մեր կյանքերում մեջ եւ գարնանք արդացոլալ մեր շրջիններուն Սուրբ Հոգվույն շնորհքը։ Պիտի վերջացնենք երգելով 406-րդ երգը Սուրբ Հոգի լուսավորեզիս։ Սուրբ Հոգի լույս երկնային, տուն հոգիս լուսավորե, ծրվեմուտ կիշերային, ծորեգվան բաշտ լույս ձակե, Սուրբ Հոգի հզոր Աստված, զորության իմ սիրտ մաքրե, ներսից ժողով վերած, իշխանության Սուրբ Հոգի մխիթարիչ, զարդյալս մխիթարե, սրտիս միշտեր խոցողիչ, ուրախության Սուրբ Հոգի ամենազոր, սիրտ մտի ով բնակ է, և վերցուր դու քեզ բոլոր, Այո, ով դեր, մեր ուխտերը գնորոքենք և այս երգով կբարձրացնենք մեր աղոթքը, կուզենք, որ ով Սուրբ Հոգի Աստված մեզ գարավարես, մեր մտքերը լուսավորես և առաջնորդես այնպեսի կյանքի մեջ, որ երրորդությունը կփարավորե։ Այս ուղղությամբ բոլորիս շնորհ քնես, որպեսզի այս յուրաքանչյուրիս փորձառությունը լա, ոչ թե միայն Սուրբ Հոգի մասին խոսենք, անով բարձրանանք, հապա հնազանդենք և դեր մեր կյանքերում մեջ ցույց տանք Սուրբ Հոգիի բդուղը։ Արձակե մեզ քո խաղաղությանդ այսօրվա մնացյալ բահերում մեջ և քալիք օրերում մեջ առաջնորդե մեզ ով Սուրբ Հոգի Աստված Հիսուսի անունով ամեն։ Ամեն։